Visca Barça e Visca Catalunya, այսօր դե ես գոյեմ, մենք այսօր կրկնենք վիդեո։ Այսօր մենք կքննարկենք Barça Celtic La Liga 32-րդ տուրը, գնացինք։ Խոսքերը ավելորդ են, ռեմոնտադա։ Այսօր մենք կատայեցինք այն ինչ որ չկարողացավ անել Real-ը։ Ոյ, կներեք, շպիոնիրո գոլուբիրո, ոյ կներեք։ Խաղը ընդհանրապես դեպի Բարսային չէ հետում ու ունենց էր թվում, որ սա Սելտան մեզ ռազգրում կոդրելու է, բայց նրանց մոտ դա չստացվեց, այսինքն մենք հետա մնացին կոդրի մի արեցինք։ Լավ, առաջին գոլը խփեց Ֆերան Տորեսը, մեր սիրելի Ֆերան Տորմզը, անցավ, ինքը խփեց ու վсё, դե ես ինդիվիդուալի վրով խփեցինք ավելի։ Հետո ինչ որ էշություն է կատարվում պաշտպանությունում, Շենսնին չի հասկանում Կուբարսի հետ ու Շենսնի ձեռի տակով անցնում է գնդակը ու Բորխա Իգլեսիասը գոլ է խփում ու էլի Բարսայի մոտ է գնդակը հայտնվում ու մենք գնում ենք խփելու երկրորդ գոլը առաջին թայմը ավարտվում է այդպես ու անցնում ենք երկրորդ թայմին 52 րոպենա ու մենք գոլ ենք բաց թողում հիանալի Դեյոնգ, հիանալի Ինիգո Մարտինես, հիանալի Կունդե, հիանալի Շենսնի, հիանալի պաշտպանություն ես չեմ հասկանում խի ինքը Ինիգո Մարտինեսին պահում вообще խաղում խի ինքը զամեն չի անում, որտեղ իմ համար ինքը կարող է սկզբի սեզոն առաջին մասում սեզոնի լավ էր խաղում, կարող է չլավ էր խաղում, բայց հիմա նրա մոտ ավելի վատ է ստացվում։ Քետրիկեն մեզ խփում է 3-2 խաղեր հետևից, հիանալի պաշտպանություն, մալադեց, երրորդ գոլը вообще շություն էր, պաշտպանները չգիտեմ ինչով են զբաղված, համ Կուբարսին, համ Ինիգոն, պրոստը աբսուրդ, խի են իրանք տենց բարձր հելնում երկուսով, որ Բորխա Իգլեսիասը պրոստը անկապ իր համար կայֆով է դառնում, ես ուղղակի չեմ հասկանում ու 3-1 արժևը դառնում ու մի քանի րոպե հետո խաղը մտնում Յամալը ու Օլմոն ու կստացի այսօր զարմանալի է որ Յամալը երկրորդ թայմից մտավ ու հանգիստ էր ստացել շատ լավ է հետի որտեվ Յամալը պիտի պատրաստվի ես պրոստը դժողքին որը մեզ սպասում է երկու շաբաթվա պրոստ ուղղակի չգիտեմ Վալեդալեդը ուղղակի չգիտի ինքը ոնց է հայտնվել այդ երկու շաբաթվա մեջ ուղղակի ես ուղղակի չգիտեմ ինքը ոնց է հայտնվել այնտեղ Բարսան սկսում է հիանալի խաղալ իրականից Պեդրին, Յամալը, Օլմո, Ռաֆինյան ու արդեն առանց Լևանդովսկի խաղը լավ է սկսում միանում է խաղը սկսում է լավ անցնել ու մենք միանգամից գոլ ենք խփում Օլմոն գոլ է խփում Ռաֆինյան ասիստ ու այդտեղ ես ինչ քննարկել բան չկար գեղեցիկ գոլ էր անցնենք առաջ հետո Յամալը շատ գեղեցիկ կրոս անում ու Տոնի կրոս չէ էլի կրոս падաչ ու Ռաֆինյասը բեդենք կոդրում է վրատարին ինքը ուզում է վրատար ուզում էր պահեր կապավեց պալչիկներով բայց չկարողացավ պահի 3-3 ու Բարսան միացավ դրանից հետո Սելտան ոչ մի շանս չունեցավ նու մի հատիկ շանս ունեցավ այն դաունավարից ուր խփին մնացածը Բարսան էր ես չգիտեմ ինչ պիտի լինի որ Ռաֆինյան չտան ոսկի գնդակ Լևանդովսկին չկա շտատնի պենալտիստը մեր ու դու վերցնում ես էդի քո ուսերին այդ ծանրությունը սենց ասած այդ դավլինյան որտեվ եթե դու պենալ չխփես դու քեզ կարան պրոստը ատ կոդրեն հասկացաք էլի ինքը վերցնում է հիանալի խփում է ու պրոստը կամբեկի շը պրոստը հիանալի խաղ ես ուղղակի գոռում էի վնաս մոզգա որ չգիտեմ ինչ խոսամ շատ լավ խաղ էր նու վերջին 30 րոպեն հաստատ լավ էր առաջին 60-ը չգիտեմ ու կստացի ահա որ լավ նորություն Լևանդովսկին բաց թողել է սաղ պոլուֆինալները Ռեալի հետ Կոպա դել Ռեյի ֆինալը բոմբովի նորությունները շարունակվում են ставим лайк подписываемся на канал լավ բաներ չմոռանաք դնել բաժանորդը գրել пока пока